ձեզ, պարոն Ջանյան, դուք նշեցիք, որ արևային էներգիայի պաշտպան վերաբերյալ ոչ մի լուրջ առաջընթաց չկա, ես որպես ոլորտին շատ այսպես հետևող նախկին լրագրող ուզում եմ տեղեկացնել, որ վերջին շրջանում ազգային ժողովում եւ ՀԿՑԿ հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովում բուռն քննարկվում է, նույնիսկ տեղեկատվություն կա, որ հրամշակվում է կուտակիչ կայանների մասին օրենքի նախագիծը եւ բացի այդ վերջերս նաեւ կառավարությունը ստորագրեց հաստատեց կառավարության լիստով Իրան-Հայաստան բարձրավոր 400 մեգավատ գծի կառուցման ծրագիրը, որը բավականին կթեթևացնի այդ բեռը արևային էներգիայի եւ մի առաջարկել, կարծում եմ նման քննարկումների ժամանակ ճիշտ կլինի նաեւ ներառել էներգետիկ ոլորտի պատասխանատուին կամ մասնակետին, որը ավելի հստակ այս մեր մտահոգությունները, ձեր մտահոգությունները կփարատի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես տեսնում եմ աճ կա, ես չեմ ասում չկա, հակառակը ես լավ հետևում եմ արևային էներգետիկան ապահովել է մոտ 8% անցած տարի ես ամիսների համար, հիմա արդեն 15%-ն է, ես չեմ կարող ասեմ աճ չկա, որտեղ այդ աճը կա, ես ասում եմ, որ մենք հետ ենք մնում, այսինքն այն աճը ապահովող այն հիմքը, որ դրվել էր 17 թվականին ռեֆորմերով տարբեր, հիմա այդ իներցիայով հասել ենք այս կետին, հիմա պետք է նոր ինչ-որ փոփոխություններ էներգետիկ պատասխանատու մարդ չկա Հայաստանում, որովհետև էներգետիկայի փոխնախարար արդեն մի տարուց ավել չունենք, ՏԿՆ-ի փոխնախարարը, որ պետքա պատասխան էներգետիկայով զբաղվեր, ճիշտ եք ասում, տարբեր մարդիկ են զբաղվում, բայց բաժնի պետք կա էներգետիկայի գծով ՏԿՆ-ում հանձնաժողովն է, բայց պետքա փոխնախարար կամ նախարար լինի գոնե այդ հարցով զբաղվող, իսկ ինչ վերաբերում է այդ օրենքներին, մենք այդ օրենքները արդեն պետք է ունենանք, որովհետև հիմա զուգահեռ, եթե դուք հետևում եք, նաև զուգահեռ այդ ծրագրերը, նույն տանիքներին, որ դրում է արևային կայաններ, բան ամեն չկանգնա, նույնիսկ օրենք ընդունվեց, թե ընդունվում է ազգային ժողովում, որ ընդհանրապես չխրախուսվի այդ արևային կայանները, որովհետև արդեն հասել ենք այն կետի, որ չկա այդտեղ աճելու, եւ ես այդ եմ ասում, ես չեմ ասում չի եղել, ես շատ ուրախ եմ եւ շատ արագ աճել է, բայց հասել ենք այն կետի, որ պետքա մենք մի երկու տարի առաջ ընդունված ունենանք այդ օրենքները, որ այդ աճը հիմա ապահովենք, հիմա դա ուշացած փորձում են անել, դա ստացվի, ես միայն ուրախ կլինեմ, եթե ստացվի, մի քիչ ուշանում ենք, դա է հարցը։